նախ անցյալ նիստին ասեցի, որ հորդորում եմ ձեզ, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը իր փոքրիկ ներդրումն ունենա Միքայել Սրբազանի օր առաջ բաց թողնելու համար, քանզի գործը շինծու է, փաստը որոշ ժամանակ առաջ ասված խոսքերի համար չեն դատապարտել եւ քրեական գործ չի հարուցվել, իսկ որոշ ժամանակ հետո հարուցվել է։ Միքայել Սրբազանը մենակ ընդդիմության Սրբազանը չի շիրակայել, նաեւ յուրաքանչյուրի Սրբազանն է։ Եվ ֆեյքերի տակ թաքնված ստատուսներ գրելով, որ տերորիստ եք պաշտպանում, մեծ վնաս եք տալիս ձեզ եւ ձեր երեխաներին։ Դիմում եմ այն մարդկանց, ովքեր նման կուլիսային, այսպես ասած, ֆեյքերով հարցադրումներ են գործում Միքայել Սրբազանի պաշտպանողներին։ Ինչի համար է նաեւ ձեզ եւ ձեր երեխաներին վնաս, որովհետեւ դրսի ապրող որևիցե երկրացի ինքը չի մտնելու դետալների մեջ, թե այդտեղ կա հանցական, թե չկա։ Պարզապես ասելու է, սրանց եկեղեցականները, որ տերորիստ են, սրանք ինչ են։ Այդ նույնը վերագրվելու է նաև մեզ եւ մեր երեխաներին։ Եվս մեկ անգամ հորդորում եմ, արեք փոքրիկ քայլ եւ կառանձնանաք մնացյալ իշխող ուժի անդամներից, որ դուք եղաք առաջինը, որպես գյումրեցի թասիբով մարդ, որ ձեր շիրակի թեմի առաջնորդը ամոթ է, որ կալանավորված է այսօր։